Բաքուն դժգոհ է Հայաստան Եվրոպական միություն նոր փաստաթղթից Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այն հակասում է խաղաղության օրակարգին։ Մասնավորապես Ադրբեջանի ղեկավարությունը անընդունելի է համարում Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված ղարաբաղցի հայեր արտահայտությունը, ինչպես նշված է փաստաթղթում։ Բաքուն նաև դժգոհ է այս հարցի որպես Հայաստան ԵՄ գործընկերության առաջնահերթություններից մեկի սահմանումից։ Հայ-առաքելական Սուրբ եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևոր սպասավորները Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ, Միջին Ասիայից մինչև Բելարուս և Մոլդովա խստորեն դատապարտում են Հայաստանի իշխանությունների որդեգրած հակասահմանադրական, հակաեկեղեցական, աստվածամերժ գործողությունները։ Իշխանությունների այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը, երկպառակությունը և թշնամանք են սերմանում հայ ժողովրդի մեջ։ Ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը գնդապետի կոչում է ստացել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հիշեցնենք, որ Սաֆարովը 2004 թվականին Հունգարիայում կացնահարել էր քնած հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանին։ Ադրբեջանցիները պղծել և վանդալիզմի են ենթարկել Մարտակերտի 17-րդ դարի երիտման կանց վանքը։ Տարածված լուսանկարներում երևում է, որ անհետացել են բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները, Սուրբ Սեղանին հենած խաչքարը։ Ջարդել են գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը, որը ընկած է գետնին։ Ժամանակն է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել։ Այս մասին հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնորդը նաև ասել է, որ ժամանակն է, որ Զելենսկին հավաքվի և սկսի ընդունել Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջարկները, քանի որ Եվրոպան չի կարողանում հաղթահարել ուկրաինական հակամարտությունը։